Ջրի արտահոսքի հետքերում բազմաբնակարաշենքա, ոսորինահարկանիր, 4 հարկում ենք, 5-ից ունենք հոսքեր, ոսկը ասել բազում մասնագետները աշխատել են, ոսել են ինչ-որ բան գտնել, չեն գտել, այսինքն արտահոսքը ընդորում ինտենսիվ է, կարծում են, որ ջրագծից արտահոսքը կզարցանենք կհասկանանք։ Ինչ վերևի հարկում ենք, այստեղ կոլեգաներս արդեն սխալ ախտորություններ են տվել, այսինքն կանդել են չեն կարացը գտնեն, հիմա անցել են տնասելով գտնում, սարոտար ջրերին, որպես հասկանան գծերը ոնց է գալի, կհասկացնի լինում, որ ամեն դեպքում ջրագծից է, այս ճնշումներով կհասկանան։ Հատվածում էլ մատնում է մեր դարակների տակ։ Դա ինչ բարձրագույն արտահոսք է, այսինքն ճնշումներ տալով երկար ժամանակ կարծում եմ, որ տաք ջրից կարող արտահոսք լինի, հետո ամբողջ համակարգը խցանել եմ, այսինքն ճնշման անկումը դադարեց, երկար ժամանակ լողախցիկն է հիդրոխցանով փակ, նոր Արևանի տունը սկսել է արտահոսել ու հիմա որպեսզի հասկանամ, որ ամեն դեպքում արտահոսքը ստեղից է թե չէ, որովհետև արդեն կասկածներ ունենք, որ կողքի Արևանի տնից կարա լինի, ջուրը տաքացնում ենք, այսինքն հիդրոխցանով տաք ջուր ենք լցնելու բասեն սարքենք, որ վստահ լինենք, որ ամեն դեպքում լողախցիկից է, մանր միկրոճարքեր կար, բայց շատ զիջելի արտահոսք է, տեսնենք ոնց է ստացվում։ Ամեն դեպքում հիդրոխցանով տաք ջրի, այսինքն վերևը տաք ջուր ենք լցրել ու տաք ջրի արտահոսք չեմ ստանում, այսինքն ջերմատեսիլով բավականին երկար ժամանակ ներքևը կանգնած եմ ու մենք ջերմությունների տարբերություն չեն ֆիքսում, այնպես որ կմտնենք Հարևանի տունը ստուգենք։ Ինչ գտանք մեր ստորին, այսինքն հայլային հակառակ պատի հետևը Հարևանի տունն է, այս հատվածն է, արդեն հոսքերը ստուգած է, այսինքն ոչ թե սենց թռչում է, այսինքն համատարած ամպոնի նման սարսերկեքը թռչում։ Այս էլ մեր ստորը։